հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի։ Ես լրացնեմ այստեղ, հա, քրեակատարական ծառայության հետ կապված այս հարցերով 2014 թվականին կնքվել է պայմանագիր արդարադատության նախարարի հետ։ Այդ պայմանագրի համաձայն ամենայն հայոց կաթողիկոսներ նշանակում համապատասխան հոգևոր ծառայություն իրականացնող անձանց։ Այդ պայմանագիրը այսօր գործող է եւ քրեակատարական ծառայության ղեկավարը նաեւ այդ պայմանագրի հակադրվելով է նման որոշում կայացրել, դադարեցնելով հոգևորականների մուտքը, քրեակատարական հիմնարկներ։ Ընդ որում ասեմ, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն 17-րդ հոդված այսպես ձևակերպում ունի, ասում է պետությունը արգելում է խոչընդոտել, ուրեմն ասում է հայ առաքելական սուրբ եկեղեցու մենաշնորհը հանդիսացող հետեւյալ առաքելությունները եւ դրա մեջ դիտարկել է նաև ազատազրկման վայրեր հոգևոր ներկայացուցիչներ ունենալու իրավունքը։ Այսինքն դա համարել է օրենքը հայ առաքելական սուրբ եկեղեցու մենաշնորհը։ Եվ պատկերացնում եք այսօր քրեակատարական ծառայության ղեկավարը իր այսպես մի գրությամբ դու պարզ է ինքը չի որոշում կայացրել, հասկանում ենք որտեղից այդ որոշումը եկել, բայց փաստացի ուրեմն խախտել են եւ մեր գործող օրենքները, եւ արդարադատության նախարարի հետ կնքած պայմանագիրը։ Սա ուղիղ խախտված է։ Եվ նույնը մյուս դաշտերում։ Ես մի կանոնադրության մի կետ կարդամ, որը ընդունված է պետության մոտ։ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է Հայաստանյան առաքելական եկեղեցուներին իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանությանց առջև։ Լավ։ Ուրեմն պետությունը կամ մարմինները պետական չեն կարող անհատ հոգևորականների հետ ունկել պայմանագրեր, որոնք բխում են Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունից։ Ինչի է ասում բնութագիրը։ Ուրեմն մենք հայլում ծառայած հոգևորականներ ունենք քրեակատարական հիմնարկներում, որոնցից մեկի անունը կուզեմ հիշատակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, ավագ քահանա Հովհաննիսյանի։ Տեր Գրիգորը ցմա դատապարտյալների քահանան էր։ Ժամանակին, երբ ես ծառայության կոչվեցի քրեակատարական հիմնարկներ, հասկացա, որ չեմ կարող այդ կողմը լիարժեք ծառայություն իրականացնել եւ դիմեցի Վեհապար Հայրապետին մի քահանա առանձնացնելու միայն ցմա դատապարտյալների համար։ Եվ Տեր Գրիգորը սիրով համաձայնվեց ստանձնել այդ բարդագույն ծառայությունը։ Ինչ են անում։ 16 տարի ծառայելուց հետո մենք շնորհակալություն չենք էլ ակնկալում։ Մեր ծառայությունը միշտ եղել է մեր հաշվին, եւ նյութական, եւ ժամանակի, եւ էներգիայի մեր հաշվին է եղել, եւ մենք կարծում ենք, որ դա մեր պարտականությունն է։ Ակնկալիք էլ չենք ունեցել պետությունից, երբևէ չենք դիմել որևիցե մի նյութական օգնության համար։ Եվ Տեր Գրիգորը 16 տարի շարունակ իր հաշվին, կրկնում եմ, Այդ փորձեք տեսեք պաշտոնյաներից կամ պատգամավորներից որ մեկն է իր հաշվին ծառայություն մատուցում է ազգին։ Իր հաշվին 16 տարի այցելել է ցմա դատապարտյալներին եւ իրենց ընտանիքներին անհրաժեշտության դեպքում։ Ինչ են անում։ Առանց զգուշացնելու ծառայության ղեկավարը քրեակատարողական հրաման է շրջաբերական է իջեցնում բոլոր քրեակատարողական հիմնարկներ արգելելու Տեր Հայրի մուտքը։ Իսկ լավ շնորհք կա, քաղաքավարություն կա, ի վերջո պետական կառույցի ներկայացուցիչ եք։ Օտար նմանատիպ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին էլ գնում եք, այսպես ձեզ քաղաքակիրթ եք պահում, ժպտում եք, շփվում եք, հանուն պետության, համարենք, որ հանուն պետության է։ Լավ, ձեր քաղաքացու 16 տարի քրեակատարողական հիմնարկներում ծառայած տարիքով հոգևորականի հանդեպ կարելի է նման վերաբերմունք ունենալ այն պատճառաբանությամբ,
որ իբր քաղաքական խոսույթ է ունեցել։ Իդեպ ես մեծ կասկած ունեմ, որ դրա համար է։ Տեր Գրիգորը պարզապես հարցազրույցներից մեկի ժամանակ շատ ուղիղ տեքստով մեղադրել է գործադիր իշխանության ղեկավարին թեմում ստեղծված իրավիճակի համար, ես խոր համոզմունք ունեմ, որ սրա համար է։ Ոչ կանչել են իրենց մոտ, զգուշացնեն, թեկուզ խնդրեն, բայց նույնիսկ եթե հեռացնելու էին, քաղաքակիրթ ձև կա 16-ամյա ծառայություն իրականացրած հոգևորականի հետ իրենց հարցերը պարզելու։ Եվ սա ես կարծում եմ բնութագիր է։ Մենք օրինակ ունենք մամուլի ասուլիսի, որը ճակատագրական